Այդ կադրերին հավանաբար ծանոթացել եք, առաջին տպավորությունը որն է։ Առաջին տպավորությունը հետևյալն է, որ Նիկոլի բանդային էլի հրահանգ է տրվել, այսօր առավոտ շուտ, օրը բաց չեն թողել բանդիտիզմ իրականացնելու համար։ Հայաստանում պետական ինստիտուտները իշխանազավթումից հետո Նիկոլի կողմից վերածվել են այլևս բանդայի ստորաբաժանումների, շատ հստակ գործող, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող բանդա է, որը շատ լավ գիտի, թե ով ինչ պիտի անի, ովքեր են որ պիտի զինված խմբերով մանգան, ովքեր են որ պիտի իրավապահի դիմակ հագած մարդկանց խոշտանգեն, ֆիզիկական հաշվեհարդարով սպառնան, ովքեր են որ պիտի իբր պայքարեն քրեական ենթամշակույթի դեմ, բայց իրականում քրեական ենթամշակույթ տարածելով վախեցնեն Հայաստանի քաղաքացիներին։ Այն ինչ այսօր տեղի է ունենում, բացի նրանից, որ քաղաքական հաշվեհարդարը եւ սահմանադրաիրավական իրավունքների ոտնահարում է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, այսօր առավոտյան կատարվողը նաեւ շատ հստակ է, ազատ խոսքը ճնշելու եւ լրատվամիջոցը փակելու Նիկոլ Փաշինյանի հերթական դրսեւորումն է։ Ինչ ենք մենք խուսափում դրանից խոսել, առգրավել լրատվամիջոցի գործունեության, բնականon գործունեության համար անհրաժեշտ տեխնիկան նշանակում է փակել լրատվամիջոցը եւ դա կոնկրետ հստակ հրահանգ է եղել, որ այսօր կատարել է հեղինակազրկված քննչական ու ազգային անվտանգության ծառայությունը։ Իքի Մկրտչյան, ամեն դեպքում խուլիգանության հոդվածի հետ է կապված այս ամբողջ process-ը, Ալեն Սիմոնյանը փաստորեն նաև առանձին հայց է ներկայացրել վիրավորանքի համար, փոխհատուցում է պահանջել, համենայն դեպս այդ մասին են գրում լրատվամիջոցները, ոչ նորմատիվային բառապաշարի համար, եթե ընդունենք անգամ, որ դա եղել է, այս տեսարանները համարժեք են։ Դուք Ալենի բառապաշարը տեսել եք, ազգային ժողովի նախագահի աթոռին վերընկած, ինչ հայհոյանք, անմակարդակ բնույթի բնութագրիչներ կա տալիս է ազգային ժողովի նախագահի աթոռին վերընկած ուղիղ եթերում։ Այդ չեն տեսնում Նիկոլա հպատակ իրավապահները։ Խուլիգանությունը գիտեք որն է, երբ որ Ալենը ՊՊԾ ախրանիկներին հրամայում է փողոցում մարդուն անշարժացնել Հայաստանի քաղաքացուն ու թքում է այդ քաղաքացու վրա։ Խուլիգանությունն է, երբ որ իր ծնողը հայհոյանք է ցույց տալիս Հայաստանի քաղաքացիները, հետո գնում են քննչական ունենց են դասավորում, ասում են, որ սա հաղթանակի ժեստ է պարզվում է։ Խուլիգանությունը, բեսպրիդելն ու քրեական ենթամշակույթը այ հենց այս տեսքն է ունենում։ Իսկ Ալենի հետ կապված մի բան է մենակ հարցական մնում, ինքը իր անձը վերջնականապես երբ է որոշում կայացրել թաղելու։ Այն օրը, երբ որ Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարողը ֆիքսեց, արձանագրեց եւ դա տենց էլ առանց վիճարկման մնաց այն, որ ինքը անբարոյականի վաստակ է, այդ ժամանակ, թե այն ժամանակ, երբ որ իր հայրենիք համարվող Աղդամը ծախեցին, հանձնեցին Թուրքին, թե այն ժամանակ, երբ որ Նիկոլը հանձնարարեց իր հարսին տանել բանտախոց, այս սա է խնդիրը։ Իքի Մկրտչյան, դեպս հայտարարությունների առնչությամբ կարծեք հայց կար ձեր դեմ հենց Ալեն Սիմոնյանի կողմից, ինչ փուլում է, ինչ գործընթացներ հաջորդեցին դրան։ Նիկոլի վնգստացող դատավորների, աղդամցի Ալենի հրահանգով գործող իրավապահների գործողությունները քննարկման առարկա պետք չի դարձնել, այդ պայքարը կավարտվի այն ժամանակ, երբ որ Հայաստանում իրավակարգը կվերականգնվի։ Շնորհակալություն։